հանդիպում էր Հրաչ Մաթեոսյանի հետ Վիեննայում։ Մենք էլ այնտեղ հյուրախաղեր էինք։ Ես այդ ժամանակ Հակոբի նման թատրոն ունեի, Հաղաբար էր կոչվում Երևանում։ Գնացել ենք հյուրախաղեր։ Մի խոսքով Հրատի հետ հանդիպման ժամանակ ավստրիացի դերասան։ Հրատին ասում է վարկ է, բայց գոմեշ ավստրիացիներ ինչ պիտի ասեն։ Ավստրիացիները նույն գերմանացիներն են լեզու։ Լիքը դարիչ երկու հոգի ես դերասան սկսեց գոմեշ կարդալ գերմաներեն։ Ասում գոմեշից ինչ պիտի ասեն։ Վերջացավ։ Մեծ էլ պատմած կա գիտեք դուք։ Այնպիսի ծափ էր Գորոսեի պարավան երևանացիները։ Տարան մեզ Վենսկի լեսակություն, Վեննայի ամբար։ Տարան ամբար այնտեղ հյուրասիրելու մեզ, մեկ էլ Հրատը կորա չկա։ Հրան չկա։ Օգոստոսի վերջը սեպտեմբերն է։ Այս վերջուկա կանոչ համանդ, բանի Թումանյանի թանգարանի տնօրեն դեր են ժամանակ։ Բանը Հրատը սկորա, վերջը մի խոսքով անհանգիստ են, հիմա մեկ ասում պոլիցիայից անտարան էլ չկա։ Վերջը մի քիչ հետո եկավ, ձերքին օրենը մոշ, այս ավստրիացիները որ տեսան, որ չուտ ես, թարգմանում ասում, ինչ են ասում Հրանտը, ասում չուտ ես, կթունավորվես, Հրանտը ասում ես սրանով եմ մեծացել, ուրախ տարիներ եմ ունեցել, հանդիպել եմ մեր մեծերի հետ, հանդիպել եմ Սիլվա Կապուտիկյանի հետ, ոչ թե հանդիպել եմ, ընկերություն եմ արել, Վահագն Դավթյանի հետ, Վարդգես Պետրոսյանի հետ, Վարդգեսի գործերից ես խաղում ենք ծանրի Հիպոկրատի գլխարկը և գալիս էր այդ ներկայացումը։ Խաղացանկը նայել երբ ենք խաղալու, առաջիններից մեկը մենք ենք բեմադրել, ծանրի Հիպոկրատի գլխարկը։ Հետո դա Աչեմյանի վերջի ներկայացումն է, բեմադրությունն էր Սունդուկյանը։ Ընկերություն եմ արել Խորեն Աբրամյանի հետ։ Շատ մտերիմ եմ դեր։ Երման Ղազանչյանը հետ ավելի շատ ընկերություն եմ արել, քան Հակոբի հետ։ Տաղանդավոր անձնավորություն էր, տաղանդավոր։ Մտիկ ինգայլում պարզ է, այդ ընտանիքի հետ շատ մտերիմ մենք ընտանիք։ Մեծերից, Էմինի հետ, Անանյան Ջիրարյանյանի հետ։ Իսկ դուք Սերգեյ Փարաջանովին ճանաչել եք։ Ոչ թե ճանաչել եմ, դարձել ընկերություն եմ արել, ընկերություն եմ արել և բանը, իմ հարևանն էր, մոտ էինք ապրում, ինքը Կոտեմեստի վրա, ես Սոլովար։ Եվ ինքը Բանտիսպուրս գալուց հետո, երբ արդեն նրան գույն բանից հետո, Սուրամի ամրոցից հետո, արդեն սկեցին իր մասին գրել հայերը։ Գրել և ինքը արվեստ ամսագիր ունեինք, ավանգարդ կարեն ժամանակ չկա երևի, գրական չկար, անդալ գրում էին իր մասին։ Եվ ինքը ասում էր, արի ինձ թարգմանի, կարդ հայերեն չկար։ Կարդում է, ասենք այնտեղ գրած էր, տաղանդավոր Սերգեյ Փարաջանովը, ես կարդում էի, Գենյանի Սերգեյ Փարաջանովը գենի, 6 անգամ ասում էի։ Վերջում ասում էր, мне нравится, как ты переводишь, ինձ դուր է գալիս ոնց ես դու թարգմանում, ասում եմ ինչի։ Ասում եմ տամնա այնտեղ գրած է մի անգամ գենի, դու 6 անգամ ասում։ Մասուրյանի մասին, որը կապված է Փարաջանովի հետ։ Ուրեմն Փարաջանովի վերջի ֆիլմը եկավ Մասուրյանը, որպեսզի երաժշտական ձևավորում անի, ցուրտ տարիներն են։ Եվ տեսավ այնտեղ շատ այսպես երաժշտություն կա, որը վաստոկական, թուրքական, հրաժարվեց ու այն ժամանակ գնաց կգնում էր 3 օրը մեկ, խաղ ժամանակների, 94-93 թվականների։ Իվերը հյուրանոցում էր, բայց ցուրտ էր, չէր ջերուցում, բարերի Գորաչյանը, Աշեպկերի, ապրեց։ Եվ ասի Մասուրյանը մրսում է իվերը նկարիչ, ասի, ստար քեզ մոտ էլի, շիպանեմ, այն ժամանակ մենք վարարան ունենք, փայտը թատրոնից տանում ենք, 5 դեկորներից վարում ենք, տակել ենք։ Եվ Մասուրյանի կարան մերքում։ Այդ ժամանակ փոքր կուն ունենք, մի սենյակ և պատժգամ, ես կինս տղաս պատժգամում ենք իրեն, այդ սենյակում տաղպալում ենք։ Մի գիշեր քնեց, 2 օր գիչեր ասեց բանա, Լելա ջան, կնոջս անունը Լելա, պատի ժամացույց կար կախած, պատի ժամացույց,
ասեց սրա էլեմենտները կարող եք հանել, որ կանոնի։ Էլեմենտները, ասենք հանենք, հանեցինք, հանց կանոնից։ Ասում բանը գիշերները ինձ հանգարում է։ Ասենք լավ։ Վերջը ճանապարհ դրեցինք Երևան, ճանապարհ դրեցինք, այդ հաջորդ գիշերով արդեն մեզ մոտ չլիներ, գնացել էր, ասենք այդ էլեմենտները նորից դրեցինք էլեմենտները ու սկսում ենք լսել երկուսով, ձայն չի գալիս։